Բարի օր գործարարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, թե Քինգշապտին է ձեր եթերում եւ Թարմ ուղեղով զրույցը, իսկ մեր տաղավարում այսօր հյուրընկալել եմ Անի Դավթյանին, Լոսյուտ ընկերության հիմնադիրն է, բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ եմ շատ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, շատ օրիգինալ, հետաքրքիր եւ ժամանակին համահունչ թեմաներ ենք քննարկելու, խոսելու ենք մտավոր սեփականության մասին եւ դրան առնչվող այլ թեմաներից։ Մտավոր սեփականություն ասելով նախ հասկանանք, թե դա ինչ է, ուղղությունները որոնք են, գուցե շատերին ծանոթ չլինի տերմինը, չպատկերացնել լավ խոսքի ինչի մասին է գնում, մի փոքր մեզ պատմեք, հետո հասկանանք, թե դարին համահունչ ինչ փոփոխություններ են եղել։ Շատ լավ, մտավոր սեփականությունը իր մեջ մի քանի բլոկ ունի, դա հեղինակային իրավունքն է, որը ավելի շատ վերաբերում է ստեղծագործություններին, երաժշտությանը, բայց տենց բավականին լայն է, լուսանկար, նույնիսկ ծրագրային կոդ կարա լինի որոշակի դեպքերում, բրենդերը մի փոքր այլ է, բայց կարանք հագուստի օրինակ սկեչերը համարենք որպես հեղինակային իրավունքի օբյեկտ, ունենք հարակից իրավունքներ, որը որ կատարմանն են վերաբերում, օրինակ, չգիտեմ, ես երաժշտություն գրեցի, դուք կատարեցիք, դա հարակից իրավունքներն են, ունենք ապրանքային նշաններ, որոնք ավելի շատ լոգոներին կամ ցանկացած նիշ, որը որ ձեր գործունեությունը նույնականացնում է ու դուք ուզում եք գրանցեք, կարող է լինել ձեր ապրանքային նշանը, որոշ դեպքերում դա կարող է լինի օրինակ ձայն կամ եթե հիշեք Nokia-ն մի ժամանակ որ միացնում էր հեռախոսը, ասես ձեռքերի հպում ուներ, դա էլ էին իրան գրանցել որպես ապրանքային նշան, որտեղ իրանց նույնականացնում էր։ Եվ գյուտերը ինձ թվում է բոլորի համար պարզ է ինչ է, գյուտերի նկատմամբ ստանում ենք արտոնագիր եւ եթե կարողանում ենք ստանալ 20 տարի, այդպես ասած, մենաշնորհ ենք ունենում դրա նկատմամբ։ Օրենքը ոնց է կարգավորում էս բարդ process է, այդ գրանցումը, հաստատել, որ դա տվյալ անձի սեփականությունն է, թե ամեն դեպքում հեշտ է այդ մասով։ Հեղինակային իրավունքի վերաբերյալ Հայաստանում չունենք առհասարակ գրանցում, ստեղծման փաստով սկսվում է պաշտպանվել։ Նույնը հարակից իրավունքներն են, ապրանքային նշանը։ Իսկ ինչու չունենք գրանցում։ Շատ երկրներ են իրականում այդպես, երևի թե միայն ԱՄՆ-ն ու մի երկու երկիր են, որ պահանջում են գրանցում, կարծում եմ ելնելով նրանից, որ օրինակ հեղինակները կարող են շատ բաներ ստեղծել կամ ստեղծար մարդկանց այդքան արդիական չի անընդհատ ինչ-որ գրանցումներ անել ու հնարավոր է որ բարդ լինի, որովհետև եթե օրինակ դուք լուսանկարիչ եք եւ 100 կամ 200 հատ լուսանկար եք անում, ամեն մեկը գնալ գրանցել մի քիչ բարդ է ստացվում։ Ցույց դրա համար տենց օրենսդիրը մեզ մոտ եւ շատ երկրներում եվրոպական օրինակ թույլ է տալիս չգրանցել։ Ապրանքային նշանների գրանցում ենք Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության գրասենյակում, որը որ էկոնոմիկայի նախարարությանը կից է, իրականում Հայաստան բավականին արագ է process-ը, բավական հեշտ է, մեզ մոտ 6-ից 7 ամսում կարող ես արդեն գրանցում ունենալ, սովորաբար դրսում եթե գրանցում ենք իրականացնում 12-ից 24 ամիս կարող է տևել ու մի փոքր ավելի բարդ է, մեզ մոտ նաև պետական турքերի վերաբերյալ արտոնություններ կան, այսինքն եթե դուք փոքր բիզնես եք եւ ունեք մինչեւ 25 աշխատող, ձեզ պետությունը պետական турքից 75% զեղ չի տալիս, բավական տենց պարզ պրոցեդուրա է, որին կարելի է դիմել։ Ու ապրանքային նշանի գրանցման դեպքում երկու գլխավոր սխալ, որ բիզնեսները անում են, ինչի հետ առնչվել եմ, առաջինը իրանք պատկերացնում են, որ եթե օրինակ Հայաստանում գրանցենք ամբողջ աշխարհում ստանում ենք պաշտպանություն, բայց այդպես չի, ամեն երկրի համար առանձին է պետք դիմել ու հատուկ մադրիդյան համակարգ կա, որը որ հնարավորություն է տալիս Հայաստանից դիմել մադրիդյան համակարգում գտնվող 180-ից ավել երկրներին։ Եվ Ենթադրենք որևէ արտադրանք ապրանք է արտադրվում եւ փորձ է արվում դա միջազգային շուկա դուրս բերվել։ Այդ հարցը ոնց է լուծվում։ Այս մասով ինչ կարգավորումներ կան ու այդ process-ը ոնց է տեղի ունենում։ Նախ Հայաստանում են փորձում կարգավորումները անել, հետո դրսի շուկայի հետ ոնց եք դուք դա կարգավորում, արդյոք ձեր ընկերությունը զբաղվում է նմանատիպ դեպքերով։
Սովորաբար Հայաստանում են գրանցում անում եւ Մադրիդյան համակարգով արդեն դիմում են համապատասխան երկրի գրանցման համար կամ լինում են դեպքեր, որ գործընկերներից ունենք տարբեր երկրներից գործընկերներ իրենց միջոցով միանգամից այլ երկրում են գրանցում իդեալական տարբերակում նաեւ գրանցել մաքսային ռեեստրում այդ երկրի մաքսայինները սովորաբար ապրանքային նշանների ռեեստր են ունենում եւ երբ որ ձեր ապրանքը այնտեղ գրանցված է եւ ես փորձում եմ մուտք անել ձեր ապրանքը այդ երկիր, հա, ուզում եմ ես էլ տանեմ վաճառեմ, եթե դուք այնտեղ գրանցված եք եւ ունեք գրանցված ապրանքային նշան, մաքսայինը կանգնացնում է այդ ապրանքը եւ ինձ որպես իրավատեր տեղյակ է պահում, որ այլյանց փորձում է մուտք գործել եւ արդեն դուք որոշում եք արդյոք ուզում եք որպեսի մուտք գործի թե չէ։ Այդ ամբողջի հետ հա մենք օգնում ենք իհարկե մաքսայինում գրանցել օրինակ լինում է գոլեգաների միջոցով, որտեղ ուղիղ չենք կարողանում անել, բայց նույնը Հայաստանի դեպքում է, եթե դուք օրինակ ինչ-որ բրենդի ներկայացուցիչ եք Հայաստանում եւ ուզում եք, որ միայն դուք կարողանաք բերել այդ ապրանքը եւ ունեք համապատասխան թույլտվություններ բրենդից, դուք էլ պետք է գրանցեք մաքսային ռեեստրում ապրանքային նշանը եւ այդ մուտք գործելու վերաբերյալ չթողնեք արդեն երրորդ անձանց մուտք գործեն եւ իրացնեն ապրանքը։ Իսկ հակառակ process-ը, երբ դրսից են որևէ բրենդ բերում Հայաստան, այդ դեպքում խնդիրներ լինում են թե ոչ եւ խնդիր ունենք մենք այդ մասով, օրինակ չեն գալիս Հայաստան, որովհետեւ ինչ որ իմաստով պրոբլեմատիկա է այստեղ։ Չեմ կարծում, որ այստեղ պրոբլեմատիկա, բայց խնդիր ունենք կոնտրաֆակտի հետ ու եթե օրինակ խոշոր բրենդերի տեսանկյունից նայենք, չգիտեմ, Gucci-ն եւ այլն, ենթադրում եմ, որ եթե մի օր իրանք որոշեն գան Հայաստան, կտեսնեն, որ այստեղ պայքարի միակ միջոցը քաղաքացիական ընդհանրության դատարան գնալն է, քրեական պատասխանատվություն արդեն 2 տարի չունենք մենք։ Դա նշանակում է, որ նրանք պետք է ահռելի գումար ծախսեն այդ ամբողջ շուկան մաքրելու համար։ Դե մենք տեղյակ ենք, չէ՞, օրինակ այն նմանատիպ բրենդների դեպքում կրկնօրինակները շատ հաճախ են հանդիպում, այդ լյուքս կոպի ասվածները, այդ մասով պրոբլեմա չէ՞ ամեն դեպքում։ Հա, դա անօրինական է, օրենքը մեզ արգելում է, կոնտրաֆակտ է դա համարվում, ուղղակի եթե նախկինում օրինակ Հայաստանում ու երկրներից մեծ մասում քրեական պատասխանատվություն կար դրա համար, այդպես ստացվում էր, որ եթե օրինակ կան, չգիտեմ, ամերիկյան փողոցի վրա խանութներ եւ այդ բոլոր խանութները վաճառում են, մենք ուղղակի կարող ենք դիմել ոստիկանություն եւ ոստիկանությունը մեզ աջակցեր։ Հիմա ստացվում է, որ պետք է իրավատերը այդ ամբողջ process-ը ինքնուրույն անի, գնա փորձի գնել, հասկանա ով է վաճառում, իրանց դեմ դատարան դիմի եւ այդ տեսանկյունից կարծում եմ մոտիվացնող չի Հայաստան գալը։ Նաեւ խնդիր ունենք օրինակ Netflix-ը Հայաստանում գործում է, բայց օրինակ Disney-ը իր app-ով չի գործում, որովհետև իրանք շատ ժամանակ նշում են, որ Հայաստանում պիրատստվան շատ է եւ այդքան էլ վստահելի չի շուկան։ Դրա համար ճիշտ է, օրինակ մենք այս պահին մի հատ գործ ունենք ֆիլմերի սլիվի վերաբերյալ քրեական գործակի բռնցագործությունների բաժնումը, բայց արդեն բավական երկար ժամանակ է գնում եւ սպասում ենք արդյունքի, այսինքն գոնե այդ տեսանկյունից ինչ որ մեխանիզմներ ունենք, բայց լիարժեք չեն։ Հա, միևնույն է, այնքան շատ է այդ սլիվերը եւ վատա պետության կողմից մոնիտորինգը իրականացվում, այսինքն ինքնուրույն ինչ որ բլոկավորման process չկա, որ պետությունը տեսնի զուտ ֆիլմը համ սինեմայում համ համացանցում միաժամանակ գնում է ու ինքնուրույն բլոկի։ Այ ձեր ընկերությունը բոլոր ուղղությունների դեպքում աշխատում է, թե ունեք հստակ ուղղվածություն, օրինակ, չգիտեմ, ֆիլմերի դեպքում, թե օրինակ ստարտափերի դեպքում եւս աշխատում եք, որ նման խնդիրներ առաջանում են։ Չէ, գրեթե բոլոր ուղղություններով աշխատում ենք, նաեւ ամենաբարդ ուղղությունը որն է ու ՏՏ ոլորտի մասով ստարտափերը ինչ ռիսկեր ունեն այս պահին։ Շատ լավ, ամենաբարդը կարծում եմ արտոնագրերն է, ստարտափերը շատ ժամանակ ունենում են խնդիր, երբ որ առաջնային էտապում օրինակ չեն կիսում, թե իրավունքը հետագայում է պատկանելու կամ օրինակ շատ ժամանակ ներգրավում են ծրագրավորողներ, առաջին էտապում բարդություն են ունենում իրենց որպես աշխատակից ներգրավել, ենթադրենք ծառայությունների մատուցման պայմանագրով են աշխատում, իսկ երբ որ ինչ որ մեկը ձեր համար ինչ որ բան է ստեղծում ծառայությունների մատուցման պայմանագրով, հա ծրագիրը ստեղծեց, իրավունքը ձեզ չի պատկանում, եթե դուք դրա մասին չեք նշում պայմանագրում, իսկ շատ ժամանակ ոնց որ մարդիկ մտածում են, որ
դե իրանց product-ի շուրջ են աշխատել, ուրեմն իրանցն է։ Այսինքն եթե աշխատանքային պայմանագիրը միանգամից անցնում է գործատուին իրավունքը, բայց եթե ծառայությունների մատուցման պայմանագիրը իրավունքը մնում է այն մյուս կողմինը, մինչև դուք հստակ չնշեք, որ իրավունքը փոխանցվում է ձեզ, ու այդ տեսանկյունից շատ եմ նկատել, որ երբ որ փորձում ես հասկանալ ծրագրի նկատմամբ ումն են իրավունքները, տենց հստակ բան չկա, որովհետև շատ ժամանակ կամ նույնիսկ նորմալ պայմանագրեր չեն լինում, ուղղակի ինչ որ փոխանցում են, աշխատակից գործատու հարաբերություններում դեռևս չկարգավորված շատ հարցեր ունենք, երևի դա էլ շարքում է, նպաստում է, բայց ինձ թվում է առաջին էտապում շատ էական է դա անել։ Վերջին տարիներին հատկապես արհեստական բանականության զարգացմանը զուգահեռ այս մտավոր սեփականության հարցը ոնց է կարգավորվում, ձեր գործը վստահաբար ավելի է բարդացել, որովհետև բոլոր ոլորտների մարդիկ սկսել են արհեստական բանականության հետ աշխատել ու անհասկանալի է թե այս արհեստական բանականությունը այն ինչ որ օգնում է դուք ստեղծեք, ինքը ում սեփականությունն է տալիս ձեզ, նաև ինչպես ես եմ հասկանում ամեն դեպքում, այն ինչ որ մենք վերցնում ենք, դա նորույթ չի ու հորինվածք չի, դա միքս է այլ աշխատանքների, օրինակ գրաֆիկ դիզայներների դեպքում, եթե փորձենք օրինակը բերել, ոնց է այս հարցը կարգավորվում։ Իրականում շատ պրոբլեմատիկ հարց է այս պահի դրությամբ, որտեղ հստակ ինչ-որ օրենսդրական կարգավորումներ չկան ու ամեն անգամ AI-ն է որոշում ում է փոխանցում իրավունքը։ Կան AI-ներ, պետք է ոնց որ ամեն անգամ policy-ով նայել, որ ասում են, օքեյ, ինձանով ինչ-որ բան գեներացրեցիր, իրավունքը մնում է քեզ։ Կան AI-ներ, որ ասում են, չէ, իրավունքը մերն է, բայց սա ոնց որ մի հարցն է, որ կարծես թե փակվում է դրանով, բայց երկրորդ հարցը, որը որ դուք նշեցիք, AI-ները շատ ժամանակ դե ուսուցման համար իրանք sense շատ նյութեր են օգտագործում ու շատ ժամանակ իրանք փաստացի պլագիատ են անում, այսինքն ինչ որ ուրիշի ստեղծագործությունից կամ ինչ որ մեկի աշխատանքից հատված են տալիս ու ներկայացնում են որպես իրանց է։ Դրա հետ կապված հիմա աշխարհում ցավոք սրտի Հայաստանում դեռևս ոչ кейսեր կան, վերջերս օրինակ Բրիտանիայում կար, բայց բրիտանական դատերն է տենց AI-ի ուսուցումը որպես խախտում չէր համարել, բայց ու հակառակը Գերմանիայում кейս կար, որտեղ AI-ը տալիս էր երաժշտության երգի տեքստ, իրենց կոլեկտիվ կառավարման մարմինը դիմել էր դատարան ու դա խախտում էին համարել հեղինակային իրավունքի։ Դրա համար այս պահին ինձ թվում է, օրինակ բրիտանական դատարանը ասել էր, որ պետք է օրենսդիր ինչ-որ բան որոշի, ինձ թվում է դեռ sense կսպասեն, որ մի քանի խախտում էլ լինի կամ ինչ-որ բան լինի, որ դրա հիման վրա մի բան որոշեն, բայց հետաքրքիր բան ասեմ, Հայաստանում մի հատ կազմակերպություն կա, որ տենց կոնտենտ ունի, չեմ նշի ինչ կոնտենտ, բայց AI արտադրող կազմակերպության հետ էր աշխատում, ու մենք իրենց համար այդ կոնտենտի օգտագործման շուրջ լիցենզիայի պայմանագիր էինք անում, այսինքն այդ դեպքում AI-ը համաձայնվել էր վճարել այդ կոնտենտի շուրջ ուսուցման վերաբերյալ, տենց բավականին դրական փորձ էր, բայց կարծում եմ ինչ-որ տենց միջին բան կընտրեմ, որպեսզի AI-ների համար էլ շատ ծանր եւ թանկ չստացվի։ Հնարավոր է օրինակ ընկերությունները կամ անհատները այդ սեփականության իրավունքի հարցով դատի տան AI-ին։ Հա, շատ հնարավոր է։ Օրինակ, եթե դուք AI ունենաք եւ ես օրինակ գիտական հոդվածներ ունեմ, եթե դուք AI ունենաք ու որոշեք այդ գիտական հոդվածների վրա իրան գեներացնել եւ train անել, այս պահի օրենսդրական տենց տրամաբանությամբ ես կարամ ձեր AI դեմ դատարան դիմեմ ու ասեմ, որ դուք առանց իմ թույլտվության եք օգտագործել իմ ստեղծագործությունները ու տեսնենք արդեն դատարանը ինչ կորոշի։ Շարունակելով նորից վերադառնալով ՏՏ ոլորտին, հատկապես այս տեմպին զուգահեռ էլ ինչ խնդիրներ են հանդիպում եւ ինչ հարցերով են ձեզ նաեւ դիմում մշտապես։ Ավելի շատ ապրանքային նշանների վերաբերյալ են դիմում, որովհետև ցանկալի է, որ երբ որ նոր պրոդուկտ ունենում, այդ պրոդուկտի նկատմամբ ապրանքային նշանը գրանցեն, որտեղ եթե չհասցնեն, կարա լինի այլ կազմակերպություն, որը որ դա կանի, եւ միջազգային գրանցում, երեք օրինակ քննարկում այդպեսի ունեինք, ՏՏ ոլորտի նոր ընկերություններ ստեղծվում, ու իրանք ունեին գրանցված ԵՄ-ում ապրանքային նշան, այդ ապրանքային նշանը գրանցել էին հիմնադիրներից մեկի հիմնադրի եւ նրա կնոջ անունով, նրանք բաժանվում էին ու մենք հիմա փորձում էինք այդ լանչից առաջ ապրանքային նշանը կիսել, որովհետեւ
բանակցում ենք, որպեսզի վաճառի կինը, որովհետև այլ ձև ինքը ուղղակի կարա բլոկավորի մեր աշխատանքը ԵՄ-ում, բայց կինն էլ կարծում եմ դա հասկանում է, շատ մեծ արժեքով ուզում վաճառի, դրա համար այդպես դեռ պայքարում ենք այդ ապրանքային նշանի համար։ Այ երբ գրանցում ենք ասում, դա ինչ կոմպոնենտներ է պարունակում, օրինակ լոգոյի գույնը, ձևը, չափը, ասենք կարող է ինչ-որ մեկը նմանատիպ որևէ մի բան է ստեղծում, ասում է, չէ, օրինակ ձերը մի փոքր ավելի չափսերով այլ է, մերը չափսերով այսպիսին է, կամ գունային տարբերություն կա։ Այդ մանրուքները, դետալները պիտի գրանցման մեջ պարտադիր նշվեն, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։ Ոնց է կարգավորվում դա։ Դուք եթե ապրանքային նշանը օրինակ տարբեր գույներով եք օգտագործում, կարող եք սև եւ սպիտակ տարբերակով գրանցել, բայց ցանկալի է, որպեսզի հենց այն գույնով, որ օգտագործում եք գրանցել, եթե ինչ որ չափի հետ կապված առանձնահատկություն ունեք, կարող եք դա, բայց հենց լոգոյի վրա գտնվող ինչ որ տարերի չափերը կարող եք ֆիքսել, մենք նկարագրում ենք ապրանքային նշանը եւ գրանցումից հետո ոնց որ ապրանքային նշանները տենց դասեր կան, դասերի մեջ ապրանքներ եւ ծառայություններ են։ Մենք ընտրում ենք թե որ դասերի համար ենք ուզում ստանալ գրանցումից հետո նույն ծառայություն կամ նույն ապրանք վաճառողների հետ, եթե իրանք նույն լոգոից են օգտագործում կամ շփոթության աստիճան նույնանման եզրույթ կա կամ շփոթության աստիճան նույնանման ապրանքային նշան են օգտագործում, այսինքն որ կարա սպառողի մոտ ասոցիացիա ստեղծի, որ այս լոգոն այն ընկերությանն է պատկանում կամ որ իրանք նույնն են։ Եթե այդպիսի ռիսկ ենք ունենում, ելի կարողանում ենք գնալ եւ այդ օգտագործողներին արգելել, այսինքն փաստացի մեր այդպես ասած օրինական մենաշնոր ենք ստանում մեր պրոդուկտի եւ այդ պրոդուկտի անվանման գույնի, ինչ ուզում ենք գրանցենք, ինչը մեր համար էական է, դա ֆիքսում ենք։ Շատ լավ, դուք մադրիդյան սկզբունքների համակարգից խոսեցիք։ Այ կուզեմ մի փոքր ավելի մանրամասնենք, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե իրենք ինչպես են այս հարցը կարգավորում, ինչպես են ստեղծվել, ինչ հիմքով եւ ինչպես կարելի է մաս դառնալ այդ համակարգի։ Համակարգի մաս պետություններ են դառնում, ինքը մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ներքո է գործում։ Այդ մադրիդյան սկզբունքները մեծ հնարավորություն են տալիս հեշտ ապրանքային նշաններ գրանցել շատ երկրներում, որտեղ օրինակ եթե այս պահին ես ուզում եմ 10 երկրում գրանցեմ, այդ նշանակում է, որ ես պետք է 10 երկրում գտնեմ իրավաբան, 10 երկրում իրավաբանի հետ պայմանավորվեմ, իրանց առանձին վճարում պետական турքեր, ինչը բիզնեսի համար մի փոքր բարդ է։ Մադրիդյան համակարգի միջոցով մենք կարողանում ենք, երբ որ ունենք ազգային հայտ կամ ազգային ապրանքային նշան, ՀՀ-ում դրա հիման վրա տալ մադրիդյան հայտ, ընտրել քանի երկիր ենք ուզում եւ այդ երկրների նկատմամբ ոնց որ անգլերենով ամբողջ չլրացնում ենք, ճիշտ է, կարող եք նաև ֆրանսերենով լրացնում ենք, ուղարկում ենք եւ արդեն ինքը հասնում է մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն, այդ կազմակերպությունը ստուգում է, ուղարկում է տարբեր երկրներ եւ երկրները սկսում են առանձին իրենց փորձարկումները։ Ինչքան ժամանակ է տևում այդ ամենը։ Հայաստանում, որ հայտը ներկայացնում ենք մոտավորապես 1 ամիս են դիտարկում, հետո ուղարկում են վայպոն մոտավորապես 1-2 ամիս ինքն է դիտարկում, եթե ինչ-որ խնդիր չի լինում ուղարկում են երկրներ, իսկ այ երկրները 12-ից 24 ամիս, նայած որ երկրի ինչքան կլինի, ամենա երևի իմ պրակտիկայից օպերատիվներից Մեծ Բրիտանիան է եւ ամենա քիչ թե շատ տրամաբանական աշխատողը, ամենաբարդերից ԱՄՆ-ն է, միշտ ինչ որ բան փորձում են գտնել եւ խոչընդոտել գրանցմանը, բայց ամեն դեպքում այդքան պետք է մոտավորապես սպասեք։ Կան երկրներ, որտեղ արագացված ընթացակարգեր կան, բայց եթե ուզում եք այդ արագացվածից օգտվեք, պետք է արդեն ուղիղ այդ երկիր դիմեք։ Դուք ո՞նց եք գնահատում ամեն դեպքում համակարգը արդյունավետ է աշխատում։ Հա, կարծում եմ բավականին արդյունավետ է ու շատ հարմար է։ Ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում, քանի որ մենք ինչպես տեսնում ենք վերջին տարիներին, դառնում ենք տեխնոլոգիական Հայաստան, ՏՏ համայնքը ամենառիսկային գոտում այս պահին էս մասով։ Չի ասի, որ ամենառիսկային գոտումը, որովհետև կարծում եմ արվեստի մարդիկ միևնույն ավելի շատ են ռիսկային գոտում, բայց ՏՏ համայնքը, եթե իմ ասած օրինակ այդ պայմանագրերի հետ կապված կարգավորումներ չունենա կամ օրինակ open source-երի հետ են շատ լինում խնդիրներ, որովհետև չգիտեմ ինչքանով են տեղյակ լինում, բայց open source-երի տեսակ կա, երբ որ դուք դա օգտագործում եք կոդ գրելու համար, հետագայում ձեր կոդը պետք է նույն ձև բաց լինի, ոնց այդ open source-ն է։ Դա շատ ժամանակ կարա պրոբլեմատիկ լինի, եթե ինչ-որ sense էական product եք ստեղծում,
Դրա համար եթե այս IP-ի մասը լավ չենք կարգավորում, հետո ենթադրենք մեծ ներդրում ստացանք կրան այն մարդիկ, ովքեր որ աշխատել էին դրա վրա եւ չէին փոխանցել մեզ իրավունքը, հա կարան գան ասեն, այ իմ մասը տվեք դստեղից, օգտագործում եք, ինձ վճարեք։ Մեծ գումարներ են պատտվում այդտեղ։ Դրսում այո, Հայաստանում ինձ թվում է քանի որ շատ տեղյակ չեն փորձում ուզել, բայց ընկերությունից ելնելով, այսինքն ինչքան ավելի մեծ է ընկերությունը, այդքան ավելի մեծ պահանջ կարան ունենան։ Այ ինչ թվերի մասին է խոսքը գնում, ասեցիք դրսում այո, թվերը մեծ են։ Դե եթե ծրագրի մեծ մասի վրա աշխատել, կարա այնպեսի գումար ուզի, որ ընկերությունը էլ չկարողանա իրան թույլ տալ հետագա ինչ-որ գործունեություն դրա համար։ Իրականում մեր շուկայում աշխատողները ավելի քիչ են ինֆորմացվում այս մասով, այսինքն մենք խնդիր ունենք, որ տեղյակ չեն, որ նման համակարգեր կան, պիտի նախապես այդ դետալները հաշվի առնել, դիմել, հասկանալ, թե իրենց աշխատանքը ինչպես գրանցել, թե գործատուներն են նաև անտարբեր այդ մասով, որ կողմն է ավելի թերանում իր աշխատանքի մեջ։ Ինձ թվում է երկուսն էլ, ու եթե հենց մտավոր սեփականության տեսանկյունից ենք նայում, ինձ թվում է մեծ մասը ուղղակի չի պատկերացնում, որ դրանից կարելի է տենց անվերջ գումար մոնետիզացնել, այսինքն դրսում շատ ժամանակ մտավոր սեփականությունը սպիտակ նավթ են անվանում, որովհետև իրանից կարելի է անվերջ գումար ստանալ։ Հայաստանում դրան այդքան էական ուշադրություն չեն դարձնում, որտեղ կարծում եմ հենց դա չեն պատկերացնում ու կողմերը հնարավոր ավելի քիչ տեղեկատվություն ունեն կամ որ իմանում են ինչ-որ բան, մտածում են, որ դա շատ բարդ է ու ասենց ասում են դե լավ։ Մյուս դեպքը քննարկենք, այն նշեցինք, որ Հայաստանի ներսում էլ մի քիչ խնդիրներ կան, իսկ եթե ենթադրենք այսօր շատ են հանդիպում, երբ հայաստանյան շուկայից աշխատում են դրսի ընկերությունների համար, այդ տարբերակով ինչ մեխանիզմներ են աշխատում, դիմում են արդյոք ձեզ, որ խնդիրներ ունեն Հայաստանի աշխատակիցները դրսի շուկայի հետ կամ գործատուների հետ դրսի, թե ամեն դեպքում ավելի հեշտ է կարգավորվում, քանի որ դրսում ավելի պատրաստված են կարծես թե։ Մենք տենց մի հատ հետաքրքիր кейս ունեինք ընկերություն Կարեմիրատներում, ով աշխատում էր հայ ծրագրավորողի հետ, ինքը իրենց համար այդ ծրագիրներ պատրաստում, հետո ինչ որ փուլի որոշել էին էլ չհամագործակցեն, այդ հայ ծրագրավորողը այլ երկրում նմանատիպ պրոդուկտեր ստեղծել ու իրենք արդեն ոնց որ իրենց պայմանագրում չմրցակցելու դրույթներ կային։ Իրենք դիմել էին, ասում էին, որ այ կարծեմ տենց բավական մեծ տուգանք էր 500-600 $, կամ ավել, կամ դրա կրկնապատիկը ինչ-որ սենց թիվ էր, որովհետև անձը, որ ինձ դիմել էր, արդեն մտածում էր, որ ոնց իր գույքը տեղափոխի, որ եթե դիմեն դա տրան ինքը սնանկանա, չկորցնի ամեն ինչ։ Ու ամենահետաքրքիրը, որ այդ պայմանագիրը սկսեցի նայել, ոնց որ միշտ փորձում ես ինչ-որ բան գտնես, որ այն չի, տեսա, որ իր մոտ էլ ա եղել այն իրավիճակը, որ սկզբում ասացի, ծառայությունների մատուցման պայմանագիր ա եղել, ինքը իրավունք չի օտարել իրանց, ու ստացվում էր, որ այդ ամբողջ պրոդուկտի նկատմամբ իրավունքները իրանն էին, մենք դա որպես մեր բանակցային կողմ վերցրեցինք, այդպես իրենց պահանջից հրաժարվեցին, մենք թեթևակի շտկումներ արեց իհարկե ինքը իր ծրագրի մեջ, բայց ամեն դեպքում իրանց պահանջից իրանք հրաժարվեցին եւ հետագայում արդեն ճիշտ է լոկալ իրավաբանի հետ պատրաստվում էր հայց ներկայացնել դատարան, որպեսզի այդ ընկերությունից կարողանա իր ռոյալտիները որպես հեղինակ ստանա։ Պետությունը ինչ միջամտություն պիտի այստեղ ունենա ու առհասարակ կարևոր է չէ նրանց մասնակցությունը այս հարցերին, որովհետև բոլոր ոլորտները նախ պետության անվան հետ են ասոցացվում, ինչքան էլ որ անհատի աշխատանքը լինի, ինչքան էլ որ ընկերության, չգիտեմ, աշխատանքը լինի, դա վերջում պետության հետ է ասոցացվելու։ Ոնց է կարգավորվում դա։ Իրականում մեզ մոտ շատ դեպքերում ուղիղ միջամտություն չունի, բացի նրանից, որ պետական մարմինը գրանցումները իրականացնում, բայց կարծում եմ օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, օրինակ այդ քրեական պատասխանատվությունը կոնտրաֆակտի համար առնվազն անհասկանալի է ինչի է դուրս եկել, պետք է որ հետ գա, որպեսզի կարողանան բրենդերը պայքարեն, եւ մեզ մոտ այդպիսի սպეციფիկա կա, թե ապրանքային նշանների, թե արտոնագրերի խախտումների դեպքում, ասում եմ, որ պետք է վնաս պահանջես դատարանում
վնասը ոչ մի ձև տենց հաշվարկելու տրամաբանություն չկա, այսինքն ինչ որ մեխանիզմ չունենք, իսկ երկրներ կան, որտեղ խախտման դեպքում տենց ֆիքսված պատասխանատվություն կա, թե theory damage-ը կոչվում։ Դու կարողանում ես գնալ, ասել այ վնասը չեմ կարողանում ապացուցել, բայց չգիտեմ, այս օրենսդիրը ինձ ասում է 5000 դրամից մինչև 10 միլիոն կարաս ուզես, եթե իրավունքդ խախտվել է 10 միլիոն եմ ուզում, դա տերն ինքը կորոշի ինչքան քեզ կտա։ Եթե այդպիսի ինչ որ մեխանիզմ ներդնեին, կարծում եմ ավելի շատ կլինեին վեճերը եւ ոլորտը կզարգանար, որտեվ այս դեպքում շատ է լինում, որ օրինակ դուք կարող եք գնալ դատարան, տարիներով պայքարել, ծախսել գումար իրավաբանի վրա, պետական տուրք վճարել, հա իտոգում ստանալ ինչ-որ արդյունք, բայց ոչ մի ֆինանսական փոխհատուցում չլինի, ու այդպես շատ բիզնեսներ կամ շատ անձիկ չեն, որ պատրաստ են գումար ծախսել հազուտ խախտման փաստը ֆիքսելու համար ու հաշվի առնելով պարբերաբար ինչ երկար են գնում դատավարությունները, հնարավոր է նույնիսկ կարդիական չդառնա, այսինքն եթե օրինակ կոնտրաֆակտ են վաճառում կամ ինչ որ սլիվ ա եղել, մինչև դու 2-3 տարի դատարանում լինես, հետո ինչ որ արդյունք ստանաս, օրինակ դատարանը արգելի վաճառել, կարող է այդ անձը այդ դեպքում էլ չվաճառի դա։ Ձեր խորհուրդը ո՞րն է։ Վերջում։ Դա ոլորտի ներկայացուցիչների համար շատ ուշադիր։ Հիմնականում նաև։ Հա, բոլորի համար է կամ շատ ուշադիր լինել պայմանագրերի հետ, եթե պետք է ձեզ իրավունքը, այսինքն եթե ձեր համար ինչ-որ product են ստեղծում, իրավունքը թող ձեզ փոխանցեն։ Եթե ձեր իրավունքները խախտում են անկախ իմաստած այդ բացասական բաներից, ամեն դեպքում պայքարել դրա համար, որովհետև շուկան միևնույնն է չի զարգանա եւ օրենսդիրը չի կարծի, որ դա էական է, եթե տեսնի, որ Հայաստանում օրինակ հեղինակայինով 10 գործ կա տարեկան ենթադրենք։ Ամեն դեպքում պայքարել իրավունքների համար, փորձել ոչ միայն Instagram-ի story-ների մակարդակով, այլ իրական ինչ-որ գործառույթներ իրականացնել, եթե դա չանենք, ոնց որ չի աշխատի, իսկ դա բիզնեսի համար ավել եկամուտ բերող շատ լավ մեխանիզմ է, որից պետք է օգտվել։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Գործարար 5 շաբթի եթերում թարմ ուղեղով զրույցներ, առաջին խոսափողի մոտ Անի Դավթյանն էր, իսկ երկրորդի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք, լավ եղեք։